Երկաթուղին, թե նավթամուղ գազամուղը կդառնան թրիփի մեկնարկը, Փաշինյանի խոսքով Թրամփի ուղու շինարարությունը գետնի վրա կտեսնենք հաջորդ տարվա երկրորդ կիսամյակում։ Ալիևի մեղադրանքներն ու հայատյացության քարոզի նոր չափաբաժինը, փորձագետի կարծիքով նրա պատկերացրած խաղաղությունը վասալային է։ Բաքվի նոր բլեֆը, Հայաստանը ագրեսոր երկիր ներկայացնելու համար որպես ահաբեկիչ դատում են Ստեփանակերտի վերջին հային, որ հայտնի է հոգեկան առողջության խնդիրներով։ Ովքեր են առողջապահության պարտադիր ապահովագրության շահառուները եւ որ բուժ հիմնարկներից կարող են օգտվել, վարչապետը հորդորել է չգրոհել բուժ հաստատությունները, առողջապահական համակարգի սև ուրբաթը չէ։ Բնակապահովման նոր ծրագիր արցախցիների համար հուլիսից ամսական 40,000 դրամ վարձավճարները կշարունակեն եւս 1 տարի ստանալ։ Արևային վահանակների լույսն ու ջերմությունը ձմռանը կաշխատի քաղաքացիների դեմ, արևային պանելներ ունեցողները վնասներն են հաշվում։ Բարդ քննություն 9-րդցիների համար պատմությունից եւ գրականությունից միասնական էսսե պիտի գրեն, աշակերտ ծնողի հետ ուսուցիչներն են իրար խառնվել։ Զանգերի սցենարներ, զոհերի հետ նամակագրություններ, հանցագործ ճանապարհով ձեռք բերած մեծ փողեր եւ ոսկյազարդեր, քաղաքացիների մոլորեցնող հերթական զանգերի կենտրոնն է բացահայտվել։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեզլոմյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Բաքվի բռնապետը նոր հոխորտանքներ է տեղացել, մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին, աշխարհի աչքին խաղաղասեր է ձևանում, բայց շարունակում ատելություն սերմանել հայերի դեմ իր ժողովրդի մեջ։ Մեր երկրին հանցագործի պիտակ է կպցրել, ասում է, պատժամիջոցների էինք արժանի։ Փորձագետների կարծիքով Ալիևը իր ժողովրդի հետ շփումներում մտքինը չի թաքցնում, խաղաղությունը նա վասալային հարաբերությունների ձևով է պատկերացնում Երևանը կախյալ Բաքվի ցանկություններից։ Պարտվածի հոգեբանական բարդույթով տառապող ու մանրախնդիր Ալիևը օկուպացված Արցախ է հասնում, թե չէ Հայաստանին ու հայերին է հիշում։ Նա կրկին մեղադրանքները շաղթվել Հայաստանի օրվա իշխանությունների հասցեին։ Հայաստանի հետ խաղաղության շոուի ֆոնին Ալիևը Հայաստանը համարել է հանցագործ պետություն ու նա շարունակում է այդ քաղաքական գիծը առաջ տանել։ Եթե Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեին, ապա Երևանը շատ ավելի վաղ կդադարեցներ օկուպացիան։ Այդ փոքր ոչ այնքան հարուստ, նույնիսկ աղքատ երկրի հանդեպ, սակայն այդպես էլ պատժամիջոցներ չկիրառվեցին։ Ավելին, որոշ երկրներ Հայաստանին միլիոնավոր, միլիարդավոր դոլարների անվճար զենք էին տրամադրում։ Երկարատև խաղաղության հասնելու համար մենք միշտ պետք է մի քանի անգամ ավելի ուժեղ լինենք, քան մեր պոտենցիալ թշնամիները։ Պարտուղի հոգեբանական բարդույթ, որը իրենք փորձեցին կոմպենսացնել թուրքական, պակիստանյան եւ այլ տիպի աջակցություններով։ Այս գործընթացը Ալիևը նոր թափով իրականացնում է օգոստոսի 8-ից հետո։ Խնդիր է դրել դելեգիտիմացնել Հայաստանը, որպեսզի հերթական հարվածը հասցնելուց հետո միջազգային ասպարեզում խնդիր չունենա։ Իրենք հաճախ ռևանշիզմի մասին խոսում են, սա իրենց իրական վախերի մասին է խոսում։ Իսկ այդ վախերը իրենք չեզոքացված կհամարեն միայն այն դեպքում, երբ որ կլինի հայկական պետություն ադրբեջանական կամ թուրքական պրոտեկտորատի կարգավիճակում։ Այս ամենը նրա համար է, որ դելեգիտիմացնի Հայաստանի Հանրապետությունը եւ ապագայում, երբ որ ինքը հարվածացնի Հայաստանին, դա միջազգային ասպարեզում իր համար մեծ խնդիր չդառնա։ Выражаю признательность президенту Азербайджанской республики։ Ալիևի հաճախակի Հայաստանի հասցեին ուղղված լուտանքներն ու Փաշինյանի Ալիևին շնորհակալություն հայտնելը հայ հանրության մոտ զարմանք են առաջացրել։ Շնորհակալություն հայտնելու հիմնավոր պատճառ կա, հետաքրքրվել են լրագրողները։ Լսեք, ինչ որ բան է տեղի ունեցել Հայաստանի հետ կապված, Հայաստանը պետք է վերաբերմունք արտահայտի։ Իսկ Ալիևի եւ ընդհանրապես ադրբեջանցու վերաբերմունքը հայ հանդեպ երբեք չի փոխվել ու չի էլ փոխվի, կարծում են քաղաքագետները։ Սա խոսում են մասին, որ Ադրբեջանը ոչ միայն այսօր, այլև վաղը եւ մյուս օրերին ինքը շարունակելու է իր հասարակությանը պատրաստել եւ ծնուցել իր հասարակության էթնիկ ինքնագիտակցության մեջ ամենակարևորը հենասյունը, ատելությունը հայերի նկատմամբ հայատյացությունը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ուզում է իրականացնի Հայաստանի տարածքում եւ Հայաստանի Հանրապետության դեմ նույնը, ինչ որ իրականացրել են Արցախի Հանրապետության դեմ, այսինքն գրավել, իրականացնել էթնիկ զտում, հայտարարել անօրինական պետական միավորում։ Ադրբեջանական նոր ռազմավարություններից մեկն էլ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան կոնցեպտի միջոցով լեգիտիմացնել Ադրբեջանի պահանջները Հայաստանի տարածքների նկատմամբ։ Սա ըստ քաղաքագետի կարտահայտվի մի դեպքում Հայաստանի սուվերեն տարածքներում ադրբեջանցիների բնակության
հարցերը շոշափելով ադրբեջանական կոթողների պահպանության կամ վերականգնման ծրագրի ներքո։ Իսկ այս բոլորի նպատակն ըստ քաղաքագետի Հայաստանին որպես կենսունակ պետություն դեֆորմացնելն է։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովող Սյունիքի ամերիկյան ճանապարհի թրիփի շինարարությունը գետնի վրա կտեսնենք հաջորդ տարվա երկրորդ կիսամյակում, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ այս պահին Հայաստանն ու Միացյալ Նահանգները համաձայն Վաշինգտոնյան հռչակագրի ձևակերպում են նախագծի շրջանակը։ Ստորագրվելու է երկկողմ նոր փաստաթուղթ, գուցե հուշագիր կամ համարժեք մեկ այլ թուղթ։ Այս պահի հաշվարկներով Փաշինյանը կարծում է, որ թրիփի մեկնարկը կազդարարի երկաթուղու կառուցումը, թեպետ վարչապետը հնարավոր մյուս տարբերակներն էլ առայժմ չի բացառում։ Չեմ բացառում նաև, որ տնտեսական նպատակահարմարության եւ ներդրումային գրավչությունները որոշակիորեն ճշգրտվեն եւ կարող օրինակ պարզվի կամ գազամուղի նախագիծը կամ նավթամուղի նախագիծը ավելի վաղ է իրականացվում, քան նախատեսված է։ Բայց սա ոչ թե ես ակնարկում եմ, ոչ մի բան չեմ ակնարկում։ Ես նկատի ունեմ, որ շրջանակը կարող է դինամիկա ինքը process-ը եւ կարող է պարզվի, որ նավթամուղի կամ գազամուղի անհրաժեշտությունը ավելի առաջնային դիտվի ինչ-որ հանգամանքների բերումով, քան երկաթուղու։ Թրամփի ուղի նախագծի փաստացի իրականացման եւ շինարարության իրավական շրջանակի ու կարգավորումների շուրջ հայկական կողմը ինտենսիվ բանակցություններ է վարում ամերիկյան գործընկերների հետ, տեղեկացնում են արտգործնախարարությունից։ Trip Company-ն հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը կգրանցվի Հայաստանում եւ կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային եւ գազային խողովակաշարերի, ինչպես նաեւ օպտիկա մանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք, հայտնում են գերատեսչությունից, հավելում, որ Հայաստանը Թրամփի ուղի նախագծի իրականացումը համարում է կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության բաղկացուցիչ մաս, որը լիովին համադրելի է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման ուղղված ենթակառուցվածքային խոշոր, ներառյալ միջին միջանցքի, Պարսից ծոց, Սև ծով ծրագրերի հետ։ Բաքուն նոր բլեֆ է հորինել աշխարհի աչքին հային ահաբեկիչ ներկայացնելու համար քավության նոխազ գտել։ Գանձակում որպես ահաբեկչի դատում են Ստեփանակերտում մնացած վերջին հային։ Դատական ամբիոնից հեքիաթներ են պատմել, թե Կարեն Ավանեսյանը իբր Ալիևի դեմ մահափորձ է նախաձեռնել, թվարկելով զինատեսակների շարքը, չբացատրելով սակայն, թե ինչպես է դրանք թաքցրել փոքրիկ հուսապարկում։ Ադրբեջանը չի բավարարել նաև Եվրոպական դատարանի պահանջը տեղեկություններ տրամադրել բանտարկյալ Ավանեսյանի առողջական վիճակի մասին։ Արցախում մնացած վերջին հայերից Կարեն Ավանեսյանին ադրբեջանի իրավապահները սեպտեմբերին էին կալանավորել, մեղադրելով նրան ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, թե իբր պլանավորել էր հարձակվել օկուպացված Ստեփանակերտ այցելած Ալիևի վրա։ Ավանեսյանի զբոսանքի այս կադրերը հրապարակեցին, սրանք ներկայացնելով իբրև փաստ, մինչդեռ բացի միուսապարկ ձեռքն առած աչուձախ անելուց, այդպես էլ որևէ էական գործողություն չես տեսնի տեսանյութում։ Ընդ որում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Ավանեսյանի պաշտպանը նկատում է Ստեփանակերտի հրապարակված կադրերում նա քայլում է ոչ թե այն ուղղությամբ, որտեղ այդ պահին եղել է Ալիևը, այլ ճիշտ հակառակ։ Եվրոպական դատարանում կա ընթացքի մեջ գտնվող դատական գործ ընդդեմ Ադրբեջանի։ Մի մասով բավարարվել է հրատապմիջոցի առլու մասին, որ Ադրբեջանը տեղեկություններ հայտնել առողջական վիճակի մասին եւ հնարավորություն տա, որ Կարեն Ավանեսյանը կապնվի մեր հետ, իր փաստաբանների հետ եւ իր հարազատների հետ։ Այդ պայմանը դեռ չի բավարարվել Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը Եվրադատարանի որոշումը չի բավարարել, փոխարենը Ավանեսյանի գործը հասցրել է Գանձակի ծանր հանցագործությունների դատարան։ Ալիևի իրավապահները 58-ամյա տղամարդու դեմ քրեական օրենսգրքի 8 հոդված են դրել, պահանջում են 18 տարվա ազատազրկում, ասում են, թե իբր Կարենը ռազմամթերքի արսենալ է ձեռքի տակ ունեցել, կալաշնիկով, փամփուշտներով լցված պահեստատուփեր, նաև 5 նռնակ, ուզում են համոզել, թե այդ ամենը փոքրամարմին տղամարդը տեղավորել է այս մի պայուսակում առանց շունչ փչելու, տարել ու բերել, հերիք չէ կրակարցակել ոստիկանների ուղղությամբ, նռնակ նետել նույնիսկ։ Բայց որ գործը մտնում է դատարան, արդեն գաղտնիության շարժը դուրս է գալի։ Այլևս անիմաստ է մարդուն պահել ոչ միայն կալանքի տակ, այլև արտաքին աշխարհից կտրված վիճակում։ Դա ընդհանուր կանոն է, քրեադատավարական նորմա։ Խափանմիջոցը կիրառում են առաջին 1-2 ամիսը մարդուն իզոլացնելու համար, որպեսզի հնարավոր լինի վարույթ իրականացնել, բայց գործը որ մտնում է դատարան, արդեն խափանմիջոցը փոխում են։ Հիմա բոլոր հայերի վերաբերյալ գործերով խափանմիջոցը երբեք չի փոխվել։ Միշտ իրան կալանքի տակ են։ Իսկ այս դեպքում նաև առանց որևէ կապի հնարավորության արտաքին աշխարհի հետ հիմնական իրավունքներ են ոտնահարվում։
Խնդիրը ոչ Կարենին է վերաբերում, ոչ էլ հորինված նախահաբեկչական ակտին, ասում են մասնագետները, ըստ նրանց Ալիևյան կլանի հաշվարկներն իրականում բոլորովին այլ են։ Այդ զարգացումները կապ ունեն Բաքվում ընթացող այսպես կոչված շինծոյի դատավարությունների հետ, որովհետև այդ ամբողջ տեղեկատվական արշավի նպատակը հային հերթական անգամ ճակերտավոր ահաբեկիչ ներկայացնելն է։ Նրանք բոլորը ակնհայտորեն չեն կարող ունենալ զենք զինամթերք, որովհետև արժե որ ադրբեջանական հատուկ ծառայությունները մանրամասն հետազոտություն են արել, ուսումնասիրել են այդ մարդկանց տները, բնակարանները։ Այս օրերին ի դեպ Կարեն Ավանեսյանի պաշտպանները փորձում են Հայաստանի պատասխանատու մարմիններից ստանալ վերջինիս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու մասին փաստաթղթերը Ստրասբուրգ ուղարկելու համար, սակայն առողջապահության նախարարությունից հայտնել են, թե տվյալներ մշակող չեն։ Անհրաժեշտ է դիմել այն բուժհաստատություն, որտեղ կան այդ թղթերը։ Հիմա դիմել ենք իրենց, տեսնենք իրենց պատասխանը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Կաթոլիկ եւ հայ առաքելական եկեղեցու առաջնորդների մի խումբ Սուրբ Ծննդից առաջ կոչ է ուղղել Հռոմի Պապին դիմել Ադրբեջանում պահվող 23 արցախահայ բանտարկյալների ազատ արձակման համար, նշելով նրանց վատթարացող վիճակը եւ Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության ոչնչացումը, հաղորդում է Christian Post-ը։ Կոչում նշվում է, որ բանտարկյալները Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին տարածաշրջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների զոհեր են։ Ստորագրությունների ցանկը գլխավորում են Նյու Յորքի Հռոմի կաթոլիկ արքեպիսկոպոսության նախկին կարդինալ Թիմոթի Դոնլանը եւ Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու արևելյան թեմի արքեպիսկոպոս Անուշավան Դանիելյանը։ Այժմ այն մասին, թե ինչ եք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Ովքեր են առողջապահության պարտադիր ապահովագրության շահառուները եւ որ բուժ հիմնարկներից կարող են օգտվել։ Վարչապետը հորդորել է չգրոհել բուժհաստատությունները։ Առողջապահական համակարգի սև ուրբաթը չէ։ Բնակապահովման նոր ծրագիր արցախցիների համար հուլիսից ամսական 40,000 դրամ վարձավճարները կշարունակեն եւս 1 տարի ստանալ։ Արևային վահանակների լույսն ու ջերմությունը ձմռանը կաշխատի քաղաքացիների դեմ։ Արևային պանելներ ունեցողները վնասներն են հաշվում։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Թուրքիայում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Ստամբուլի 124 վայրերում, զինամթերք արգրավել եւ ձերբակալել Իսլամական պետության 115 անդամների, որոնց կասկածում են ահաբեկչություններ նախապատրաստելու համար։ Ըստ Ստամբուլի դատախազության ահաբեկչությունները իրականացվելու էին Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոնակատարությունների ժամանակ։ Ըստ ոստիկանության Իսլամական պետության անդամները հարձակումներ էին ծրագրել Թուրքիայում, մասնավորապես ոչ մուսուլմանների վրա։ Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի եւ Բաքվի երկխոսության մեջ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը Մարիա Զախարովան ջեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում կապերի վերականգնումն ու բարելավումը նույնպես ակնհայտ են։ Նա նշել է, որ Ռուսաստանը ողջունում է տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը, այդ թվում Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի մատակարարման շարունակականությունը Հայաստան։ Սա հաստատում է 3+3 ձևաչափի մշակման արդիականությունը։ Մոսկվան նաեւ կցանկանար տեսնել իր վրացի գործընկերներին այս հարթակի հանդիպմանը, ասել է Զախարովան։ Կառավարությունը հուլիսի 1-ից բնակապահովման նոր ծրագիր է նախատեսում իրականացնել Արցախից տեղահանված 1-ից 3 անդամ կամ հաշմանդամություն ունեցող Հայաստանի քաղաքացի դարձած ընտանիքներին։ Նրանք կարող են գրանցվել սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրի հերթացուցակում որպես բնակարանային ֆոնդի պոտենցիալ շահառու։ Սոցիալնախարարը սակայն հայտնել է, որ այս պահին պահանջված քանակությամբ բնակարան չլինելու պատճառով հնարավոր է չկարողանան տեղահանվածներին բնակարանային ֆոնդով ապահովել։ Այդ դեպքում նրանց կտրվի վարձավճարի մասնակի փոխհատուցում 40,000 դրամի չափ 10 տարի ժամանակով։ Այդ ընթացքում կառավարությունը նրանց առաջարկելու է որևէ փուլում տեղափոխվել սոցիալական բնակարան, հրաժարվելու դեպքում քաղաքացիները կզրկվեն ծրագրից։ Վարչապետի աշխատակազմը սակայն արձանագրել է, որ գործադիրի ծրագրերից ոչ բոլորն են տեղեկացված, մասնավորապես մարզերում։ Օրինակ Աբովյանում մոտ 10 հոգի խնդիրներ բարձրացրեց եւ ես հետո ձեր տեղակալից իմացա, որ 2-3 օրում լուծվել են այդ խնդիրները։ Հետևաբար հարցը առաջանում, որ մենք կարող է լավ չենք իրազեկում կամ համապատասխան կառույցները ճիշտ խորհրդատվություն չեն տալիս կամ իրենց պետք է կոչ անեն Ղարաբաղից տեղահանվածներին, որ պատշաճ կերպով դիմումներ ներկայացնեն եւ արագ լուծումներ ստանան։ Էլի իրազեկում, քանի տարի է մենք իրազեկման մասին խոսում ենք, չի ստացվում։
բյուջեից փող ենք տալիս, կառույց ենք ավելացնում եւ այլն եւ չի ու այլ տեղից պետքա մարդու մոտ գնացող լինի։ Մարդու մոտ գնացող եղավ կլինի։ Հիմա այդ հարցը, որ ասում եք 3 օրում լուծվեց, ո՞նց լուծվեց։ Գնացիք մարդու մոտ։ 1,600,000 քաղաքացի հունվարի 1-ից կդառնա առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության շահառ ու այդ հաշարկերում են մինչև 18 տարեկանները 65 տարեկանից բարձր բոլոր անձինք, 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցողները, սոցիալապես անապահովները, նաև զոհված զինծառայողի ընտանիքի անդամները, ինչպես նաև 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացողները։ Կառավարությունը այսօր հաստատել է համընդհանուր պարտադիր ապահովագրության փաթեթում ներառված բժշկական ծառայությունների ցանկը, նաև սահմանել են բժշկական ծառայության փոխհատուցման կարգերը։ Ստեղծվում է ապահովագրության հիմնադրամ, որը նախարարի խոսքով կկարողանա լիարժեք գործել 2 ամսվա ընթացքում։ Մենք ուզում ենք իդեալական պատրաստ լինենք, որ ենթադրենք ունենանք մի բան, ունենանք 600 S Mercedes-ի մակարդակի մի բան, որ սենց, ասենք բանալ հրել չկա հիմա սենց անենք ու համակարգ սկսի։ Բայց մենք մի բան հաշվի չենք առնում։ Մենք այս 600 մակարդակի բան կառուցելու համար պետք է մի հատ Զապարոժից գոնե կառուցած լինելու փորձ ունենանք։ Պետք չի հունվարի 1-ից գրող ձեռնարկել առողջապահական համակարգի վրա, որովհետև ոչ բժշկական կենտրոններն են փախնելու, ոչ կառավարությունն է փախնելու, սա սև ուրբաթ չի։ Առողջապահության համակարգի սև ուրբաթ չի։ Հայաստանում կստեղծվեն զբոսաշրջային կենտրոններ, հաշվի առնելով, որ հատկապես Երևանից դուրս զբոսաշրջային ենթակառուցվածքները դեռևս չեն համապատասխանում մեծ գումարներ ծախսելու պատրաստ զբոսաշրջիկների ընդունմանը։ Նախատեսվում է ձևավորել նոր թեմատիկ երթուղիներ և կլաստերներ, ինչպես նաև բարելավել ճանապարհներն ու սպասարկման պայմանները։ Այժմ բացակայում են համապատասխան ցուցանակները և սանիտարական պայմանները, ինչի հետևանքով Հայաստանի հեռավոր զբոսաշրջային շրջանները դեռևս պատրաստ չեն մեծածավալ այցելուների ընդունմանը, ուստի Հայաստանը հետ է մնում թե Վրաստանից, թե Ադրբեջանից։ Փորձագետի կարծիքով զարգացման մեջ անհրաժեշտ է առաջնահերթ ուշադրություն դարձնել սահմանամերձ մարզերին, որոնք առավել կարիքավոր են, մինչդեռ մեր երկրում գործընթացը հակառակ ուղղությամբ է ընթանում, շեշտադրումը հիմնականում Երևանի վրա է։ Մեծ թվով զբոսաշրջիկներ գրավելու համար մենք պետք է ունենանք զարգացած տեղական ավիացիա, ինչը մենք գիտենք 20 թվականից սկսած ինչ խնդիրների մեջ է ցուցակ եւ այլը, եւ մեր տեղական ավիաընկերությունները բավականին խեղճ են։ Իսկ տեղական ներգնա туриզմը առաջին հերթին զարգանում է հենց տեղական ավիաընկերությունների շնորհիվ։ Եթե պետությունը չօգնի ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիներին, նրանք կգնան ծայրահեղ քայլերի։ Գլխավոր դատախազության մոտ այսօր նորից ակցիա են իրականացրել Hello BT կողմից խաբված քաղաքացիները։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ պետությունը պետք է վերադարձնի քաղաքացիների կորցրած գումարները եւ բացահայտի հանցագործներին։ Զեղծարարության զոհերի խոսքով հարյուրավոր բողոքներ են ներկայացրել պետական մարմիններ, սակայն պետական համակարգը չափազանց դանդաղ է աշխատում։ Չնայած հանցագործության փաստով հարուցված են քրեական գործեր, բանկերը պահանջում են վճարել վարկերի տոկոսագումարները, որոնք քաղաքացիները ձևակերպել են զեղծարարների հետ գործարքների համար։ Առանձին դեպքերում բանկերը սկսել են անշարժ եւ շարժական գույքը բռնագանձելու գործընթաց։ Հայաստանի Հանրապետությունում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում եւ տարբեր քաղաքներում, մարդաշատ վայրերում, սուպերմարկետներում, բենզալցակայաններում տարածված են եղել գովազդային վահանակներ, պաստառներ, որտեղ եղել է Hello Bit, TSQ գովազդները։ Սա պետական ձախողման արդյունք է, սա համակարգային ձախողման արդյունք է։ Արևային վահանակները կարող են գլխացավանք դառնալ դրանց տերերի համար։ Ամռանն արտադրած արևային էներգիայի ավելցուկը քաղաքացիներին ձմռանն էր տաքացնում։ Նրանք հետ էին ստանում իրենց կիլովատները չափազանց ձեռնտու տարբերակով, քանի որ հաշվարկները տարեկան կտրվածքով էին կատարվում։ Այժմ դրանք ամեն ամիս են արվելու ձմռանը փաստի առաջ կանգնեցնելով արևային պանելներ ունեցողներին։ Մայրաքաղաքում առանձնատներով հարուստ վարչական շրջաններում, ինչու ոչ նաև մարզային բնակավայրերում վերջին տարիներին բավականին տարածվել են արևային վահանակներով սեփական կարիքները հոգացող տնային տնտեսությունների թիվը։ Դրան նպաստեց պետության քաղաքականությունն այս ոլորտում եւ իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, մինչև այս ամառ բանկի միջոցով արևային վահանակներ գնելու դեպքում պետությունը սուբսիդավորում էր վարկի տոկոսները։ Նպատակը մինչև 2030 թվականը էներգետիկ ոլորտում արևային էներգիայով արտադրված էլեկտրականության
մասնաբաժինը 15%-ի հասցնելն էր։ 23-24 թվականներին առավել ևս շատ կտրուկ եղավ եւ 25 թվականին արդեն, այսինքն 5 տարի ավելի շուտ համավարժ ժամկետից մենք այդ 15%-ը հասել ենք անգամ տարբեր գնահատականների գերազանցել ենք փաստացի տանիչներով։ Դա իհարկե առաջի հայացքից լավ է թվում, որ այն իմաստով, որ այո, նախատեսված կամ նախանշված տանիչ ավելի շուտ է հասել։ Արևային վահանակների գնումը սուբսիդավորելու ծրագիրն այս ամռանը դադարեցվել է։ Հիմա էլ կառավարությունը օրինագիծ է ներկայացրել, որի պատճառով արևային էներգիան օգտագործող տնային տնտեսությունների թիվը հավանաբար այլևս չի աճի։ Գործող կարգավորումով տնային տնտեսությունների արևային վահանակների արտադրած էլեկտրաէներգիան հաշվանցվում է տարեկան կտրվածքով։ Սա թույլ է տալիս սպառողին ամռանն արտադրած էլեկտրաէներգիայի ավելցուկն այսպես ասած կուտակել հեծում եւ ձմռանը, երբ արևային պանելներից ստացվող էներգիան կրկնակի նվազում է, հետ ստանալ ամռանն արտադրածը։ Առաջարկվող փոփոխություններով հաշվանցումն արվելու է ամսական կտրվածքով։ Այսինքն պետությունը քաղաքացուց ամառային շրջանում արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան վերցնելու է էժան գնով, իսկ ձմռան ամիսներին մարդը ստիպված է լինելու արևային վահանակների արտադրած էներգիայի պակասը լրացնել ավելի թանկ էլեկտրաէներգիայով։ Մասնավոր տնտեսություններին բանին սկսում են ճզմել, որ այդքան շատ չարտադրեն, որտեղ իրանք այդ դրա իրացման խնդիր ունեն, որտեղ հեծը եթե իրանցից դա գնում է, ապա իր եկամտաբերությունն է անգնում։ Այստեղ խոսք է գնում ամբողջ էներգետիկ համակարգի կայունության մասին, այսինքն արևային էներգիայով արտադրված էլեկտրականությունը կարող է գլխացավանք դառնալ ոլորտի համար, եթե ընդհանուր համակարգում ստանա էական կշիռ։ Բոլոր մարզերում էլ օրվա մեջ ամեն օր գոնե մի ժամ լույս չի լինում։ Հաճախականությունների այս տատանումները բերում են, որ անընդհատ լույսերի անջատումներ ալի։ Հաշվի առնված չէր, որ համակարգը պատրաստ չէր միանգամից այդ բեռը վերցնել, անամոն որ իրան Հայաստան էլեկտրագործման գիծը շահգործման չի հանձնել դեռևս ու մոտապագայում կարճաժամկետ հեռանկարում չի հանձնվի, որովհետև այդ արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկը ինչ հայտել է Հայաստան ավելցուկային պետությունների էլեկտրաէներգետիկական իմաստով։ Այսինքն կառավարությունը հույս ունի, որ առաջարկվող փոփոխություններով կզսպի առանձնատներում արևային վահանակների տեղադրման process-ը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Բարդ քննություն 9-րդցիների համար պատմությունից եւ գրականությունից միասնական էսսե պիտի գրեն աշակերտ ծնողի հետ, ուսուցիչներն են իրար խառնվել։ Զանգերի սցենարներ, զոհերի հետ նամակագրություններ, հանցագործ ճանապարհով ձեռք բերած մեծ փողեր եւ ոսկեազարդեր, քաղաքացիների մոլորեցնող հերթական զանգերի կենտրոնն է բացահայտվել։ Մետեոաշխարհ ինչպես կանցնի նոր օրը ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Բարդ փորձություն է սպասվում 9-րդցիներին հիմնական դպրոցը ավարտելու համար էսսե պիտի գրեն, որ ստուգի նրանց գիտելիքները գրականությունից եւ պատմությունից։ Քննության նման ձևաչափը ոչ միայն աշակերտներին եւ նրանց ծնողներին, նաեւ ուսուցիչներին է իրար խառնել։ Հիմա աշակերտներին էսսե գրել պիտի սովորեցնեն։ Կրթության փորձագետների կարծիքով հեշտ բան չէ, պատմագիտական տվյալներն ու գրականության սերտածը մեկտեղել է, էսսե գրելու հմտությունները համալսարաններում են սովորեցնում։ Նրանք գիտելիքների ստուգման լավագույն ձևը փոխադրությունն են համարում։ Եկող տարվանից 9-րդցիները հայոց պատմություն եւ գրականություն առարկաներից քննություն կհանձնեն էսեի ձևաչափով։ Հանրակրթական դպրոցներում նոր պահանջը առաջացրել է տարբեր ու հակասական կարծիքներ։ Մի մասը այն գնահատում է որպես առաջադեմ քայլ, որը նպաստում է սովորողների քննադատական մտածողության, գրավոր խոսքի եւ վերլուծական կարողությունների զարգացմանը։ Մյուսները մտահոգություն են հայտնում ընդգծելով, որ դպրոցը դեռ չի ստեղծել միջավայր, որը կխթանի մտածողությունը։ Մասնագետները պնդում են, եթե աշակերտին առաջադրանք է որը նա ունակ չէ իրագործել, անմիջապես ի հայտ են գալիս կեղծիքներ ու կոռուպցիոն երևույթներ։ Խնդիրն է, որ մեր աշակերտների զգալի մասը չունի այդ բազան, որպեսզի էսսե գրի։ Խոսքը վերաբերում է եւ գրագիտությանը, եւ բառապաշարին։ Այսօր մեր երեխաները անհավանական սխալներ են անում։ Սխալներ, որոնց մասին 10-20 տարի առաջ մեր մտքով էլ չէր անցնի։ Դրա համար իհարկե էսսեն ինքը բարդ առաջադրանք է լինելու եւ
աշակերտների շատ մեծ մաս չի կարողանալու հաղթահարել։ Ու ես մտավախություն ունեմ, որ ինչպես շատ դեպքերում, այս դեպքում էլ դիմելու ենք կեղծիքի, թույլ ենք տալու արտագրություն կամ հուշելու ենք, օգնելու ենք։ Դեռ նախորդ ուսումնական տարում կրթության նախարարության փորձնական ծրագրով Տավուշի մարզի 9-րդ դասարանն ավարտող աշակերտները հանրակրթության նոր չափորոշիչի ներդրման շրջանակում հայոց պատմություն եւ գրականություն առարկաներից բանավոր քննության փոխարեն առաջին անգամ քննություն հանձնեցին միասնական էսեի ձևաչափով։ Արդեն 2026-27 ուսումնական տարում այն կներդրվի նաեւ բոլոր դպրոցներում։ Մի հարցում սակայն վստահ են մասնագետները, երկու առարկաների քննությունները միավորել մեկ միասնական էսեի ձևաչափի մեջ չի կարելի։ Եթե գրականություն առարկայի դեպքում սա ընդունելի ձևաչափ է, ապա պատմության դեպքում ըստ մասնագետի ձևախեղում է առարկայի տրամաբանությունն ու բովանդակությունը։ Սովորողները պետք է վերցնեն այնպիսի թեմաներ, որոնց նկարագիրը կա որևէ գրական ստեղծագործության մեջ։ Օրինակ կարող են վերցնել Գևորգ Մարզպետունի Վրացանի վեպը եւ այդ ժամանակաշրջանի, ասենք 921 թվականի Սևանի ճակատամարտը։ Այսինքն մի հատ պատմական թեմա եւ մի հատ գրականագիտական թեմա, որոնք արտացոլված են եւ պատմական սկզբնաղբյուրներով եւ գրականագիտական։ Եվ երկուսի համադրությամբ պետք է երեխան գրի էսե։ Ոչ ուսուցիչները դրա հմտությունը կարողությունը ունեն, ոչ էլ աշակերտները, սա զավեշտ է, ուղղակի զավեշտ է, որովհետեւ դրան տարբեր առարկաներ են։ Ինտեգրված միասին պետք է քննություն ազդի։ Մասնագետները ընդգծում են, երկու առարկաների համադրությամբ կաղավաղվեն չափորոշչային պահանջները ու այլևս չեն կարևորվի այս առարկաները։ Ավելի կողմնակից կլինեի, որ աշակերտները գրեն փոխադրություն։ Օրինակ փոխադրությունը մեր օրերում շատ լավ է, այստեղ նաև արհեստական բանականությունից օգտվելու խնդիր էլ չկա։ Դու աշակերտներին ինչ-որ տեքստ ես կարդում, իրենք այդ տեքստը պիտի լսեն եւ իրենց բառերով շարադրեն տեղում։ Այսինքն սա ավելի լավ տարբերակ է։ Էսեն շատ ավելի բազա է պահանջում։ Մենք նույնիսկ հիմա համալսարաններում չեն կարողանում էսե գրել, որտեղ ընդունվում են լավագույն շրջանավարտները։ Պատկերացրեք դպրոցի մակարդակում սա ինչ խնդիր է բերելու։ Փորձագետների կարծիքով առանց համակարգային փոփոխությունների նախաձեռնությունը կարող է ոչ թե բարձրացնել կրթության որակը, այլ խորացնել եղած խնդիրները, ստեղծելով կեղծիքի ու ձևական գնահատման ռիսկեր։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Համմեղ խոհանոց, որակյալ կենթանի երաժշտություն, ցնցող շոուներ եւ բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտը ապահովված է։ Յուրաքանչյուր օրը Park Bridge-ում կարող է տոն դառնալ, այստեղ անհամբեր սպասում եւ անմոռանալի տպավորություններ ու հիշողություններ են խոստանում թե մեծերին, թե փոքրերին։ Park Bridge-ը տարիներ շարունակ հանդիսանալով ոլորտի առաջատարներից մեկը, այսօր էլ շարունակում է իր հյուրերին զարմացնել բազմակոնցեպտ միջոցառումների կազմակերպմամբ։ Այն արդեն վաղուց դարձել է ընտանեկան ժամանցի սիրված վայր, առաջարկելով բարձրակարգ սպասարկում եւ բազմազան ծրագրեր եւ մեծերի եւ փոքրիկների համար։ Park Bridge-ը ներկայացնում է ինչպես հայկական, այնպես էլ ֆյուժն խոհանոց։ Ամենօրյա տարբերակով կարող եք վայելել մեզ մոտ խելահեղ շոու ծրագիր, կենթանի երաժշտական ծրագիր, արտիստների կողմից շատ շքեղ պարային համարներ։ Այստեղ գործում են մի քանի սրահներ, որտեղ կազմակերպվում են ծննդյան տարեդարձներ, կորպորատիվ միջոցառումներ եւ հարսանեկան տոնակատարություններ։ Park Bridge-ը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաեւ փոքրիկներին։ Այստեղ գործում է մանկական կենտրոն, որտեղ երեխաները կարող են անցկացնել անվտանգ, հետաքրքիր եւ գունեղ ժամանց։ Կազմակերպվում են դասարանական միջոցառումներ, ծննդյան տարեդարձներ, ինչպես նաեւ հատուկ ծրագրեր երեխաների համար։ Մենք նաեւ առաջարկում ենք երեխաների համար Compass Kids Space մանկական կենտրոնը, որտեղ երեխաները կարող են շատ ապահով եւ գեղեցիկ ժամանց ունենալ։ Նաեւ հենց ձեր միջոցառման ընթացքում կարող են կազմակերպել երեխաների համար անմոռանալի ծրագրեր, մեր մասնագետները անվտանգ եւ ապահով միջավայր են ստեղծելու ձեր երեխաների համար։ Park Bridge-ի նպատակն է ստեղծել մի վայր, որտեղ յուրաքանչյուր այց կդառնա հիշարժան։ Անձնակազմը մեծ ուշադրություն է դարձնում թե որակյալ սպասարկմանը, թե ընտանեկան միջավայրին, որպեսզի հյուրերը իրենց զգան հարմարավետ ու ապահով։ Park Bridge-ը շարունակում է մնալ այն վայրերից մեկը, որտեղ տոնն ու ջերմ հիշողությունները միահյուսվում են։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Դատախազը հաստատել է Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին եւ նրա ընտանիքին վերագրվող կոռուպցիոն գործի մեղադրական եզրակացությունը եւ ուղարկել դատարան, հիշեցնեմ, մեղադրանք հաստատվելու եւ դատարանի վճռի դեպքում Գասպարյանին սպառնում է 6-ից 12 տարվա ազատազրկում։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։
Մայրաթոր Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չեն տրամադրվի։ Կառավարությունը հաստատել է հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Օրինագիծը առաջարկում է հրաժարվել այդ մոտեցումից։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նման կարգավորում այլևս նպատակահարմար չէ։ Կառավարությունը վերանայել է զինվորական պիտանիության ցուցակը, այսուհետև առանց ախտանիշների եւ բուժում չպահանջող առողջական խնդիրները հիմք չեն լինի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Օրինակ, գլխուղեղի կամ ողնուղեղի վենոս անգիոմաները փաստացի համարվում էին բարձր ռիսկային, եւ մարդիկ ճանաչվում էին ոչ պիտանի, սակայն դրանք հստակ նշված չէին ցուցակում։ Այժմ առաջարկվում է դրանք ներառել առանձին հոդվածով, սահմանելով փորձաքննության հստակ կարգ։ Եվ նույն ժամանակ վերանայվում է մոտեցումը գլխուղեղի որոշ մեծ չափերի կիստաների նկատմամբ։ Նույնիսկ այն դեպքում, երբ նման կիստաները չեն առաջացնում ակնհայտ ախտանշաններ, դրանք կարող են սեղմել ուղեղային հյուսվածքները եւ ստեղծել բարձր ռիսկայնություն։ Այդ պատճառով առաջարկվում է նման դեպքերում քաղաքացիներին չճանաչել լիովին պիտանի։ Փոփոխությունները վերաբերում են նաեւ վահանաձև գեղձի թերֆունկցիայի այն դեպքերին, որոնք բարենպաստ են, բուժում չեն պահանջում եւ ունեն միայն լաբորատոր շեղումներ։ Այսպիսի քաղաքացիները կկարողանան ծառայել սահմանափակ ռեժիմով, չստանալով տարկետում կամ ազատում։ Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.3%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Վիճակագրական կոմիտեից փոխանցում է, որ ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում 21%, ծառայությունների ծավալն աճել է 19%, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 3.6%, առևտրի շրջանառությունը 3%, արդյունաբերական արտադրանքի ծավալը 0.5%։ Արտաքին առևտրաշրջանառությունը շարունակել է նվազել։ Հունվար-նոյեմբեր ամիսներին նվազումը 33.2% է եղել, արտահանումը նվազել է 46%, ներմուծումը 27.4%։ Հայաստանում նոր զանգերի կենտրոն է բացահայտվել։ Խոշոր գումար է առգրավել զանգերի կենտրոնում, ինչպես նաև այդ կազմակերպությունում գործողություն ծավալած անձանցից մեկի բնակարանում ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել եւ առգրավել է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան $80,000, ոսկյա զարդեր, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, բազմաթիվ վիրտուալ հեռախոսահամարների ցանկեր, զանգերի սենարներ, զոհերի հետ իրականացված տարբեր մեսենջերային նամակագրություններ, ինչպես նաև զոհերի անձնագրերի լուսանկարներ եւ անձնագրերի տվյալ Հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու եւ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արքավճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող հետվճարները 2% կհաշվարկվեն եւ կվճարվեն 2026 թվականի փետրվարից սկսած մինչեւ 2027 թվականի հունվար ամիսը ներառյալ։ Կառավարությունն է հաստատել։ Շահառուներին հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս։ Տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկվում է այդ ամսվան նախորդող ամսում ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման դիմաց կատարված անկախիկ վճարումների 2%-ի չափ եւ փոխանցվում է այն բանկային հաշվին, որով անկախին գնումների եւ վճարումների գործարքները հաշվարկվել է։ Շահառուներին հետվճարը տրամադրվում է 1000 դրամը գերազանցող գործարքների դիմաց։ Յուրաքանչյուր գործարքի համար շահառուներին վճարվող հետվճարը չի կարող գերազանցել 6000 դրամը։ Գներիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ օթերևութաբանների կանխատեսումները Լիլի Հովերից։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում ուրբաթ է կանցնի փոփոխական երկնքով, տեղումներ սպասվում են առավելապես հյուսիսային գոտիներում, ջերմաստիճանը կնվազի շաբաթվա ավարտին, մոտ 7-ին։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 2 աստիճան ցրտից 2 աստիճան տաքություն։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 3-ից 6 աստիճան ջերմություն։ Լոռիում 0-ից 2,
Տավուշում 1-ից 3 աստիճան, Հարերատում Արմավիրում կդիտվի 3-ից 6, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 4-ից 8, Սյունիքի նախալեռներում 0-ից 3 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց տեղումների, այս գիշեր սպասվում է 0-ից 2 աստիճան ցուրտ, ցերեկը 3-ից 5, երեկոյան 1-ից 3 աստիճան տաքություն։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։